Այսօր լինելու են կոմպոզիտորական կատարումներ Անդրանիկ Ներսիսյանի, Գևորգ Մանասյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը հանդես եկավ կոմպոզիտորական երգերի բացառիկ երեկոյով, ներկայացնելով հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները։ Համերգային ծրագրում հնչեցին Ալեքսեյ Հեքիմյանի, Վլադիմիր Բալյանի, Սասուն Պասկևիչյանի, Գևորգ Մանասյանի եւ Անդրանիկ Ներսիսյանի գործերը, որոնք ներկայացվեցին նվագախմբի մենակատարների ու երաժիշտների կատարմամբ։ Կոմպոզիտոր Անդրանիկ Ներսիսյանի խոսքով նվագախումբը վերջին տարիներին ծավալում է բազմաժանր ու հետևողական աշխատանք, ինչը ժողովրդական երգի պահպանման ու հանրահռչակման ուղղված գործի լավագույն դրսևորումն է։ Քրտնաջան աշխատում է նվագախումբը, կեցեն զորանան իրենք, տարբեր տեսակի ծրագրեր իրականացվեց այս վերջի քանի տարիների ընթացքում, էլ կինո երաժշտությունների սաունդթրեքները, էլ Արտասամանյան, Շարլ Ազնավուրի համերգը ունեցան, ձայնագրություն ունեցան, վիդեո ունեցան։ Անդրանիկ Ներսիսյանի գնահատմամբ հատկապես կարևոր է կոմպոզիտորների եւ ստեղծագործական խմբերի միջև կապի պահպանումը, ինչը մեր օրերում մի փոքր թուլացել է, ուստի նմանատիպ համերգների կարևորությունը այսօր շատ է զգացվում։ Կոմպոզիտոր կոլեկտիվ կապը շարունակվում է, առաջ շատ լավ տրադիցիաներ կար կոմպոզիտորի եւ խմբերի միջև, ասենք, կապի մասին, տարբեր խմբերի։ Այսօրվա դրությամբ մի քիչ կորած է այդ կապը, բայց Պարկասու դերևս Լեննագանի նվագախմբի մագարտակում կոնե թե դա պահպանվում է։ Նման հանդիպումները հանդիսատեսի հետ միշտ առանձնահատուկ ջերմություն ունեն, ինչը վկայում են բուռն ծափահարությունները։ Առաջիկա հանդիպումներից մեկն էլ կլինի մարտի 24-ին։ Հիմա մենք նաև պատրաստում ենք իմ մենահամերգին, իմ շատ սիրելի հանդիսատեսին, սիրով կսպասեմ մարտի 24-ին։ Հատկանշական է, որ այս տարին հոբելյանական է Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի համար։ Դրանում է ստեղծագործական կոլեկտիվի հիմնադրման 40-ամյակը։ Այդ հանգամանքը եւս մեկ անգամ ընդգծում է առաջիկա տարվա բուռն, հիշարժան ու ստեղծագործական առումով հագեցած լինելու հեռանկարը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։